Մարդը արարածը եթե հոգին մեջ երկինք չունի, անինչ գիտե աղունիքն ինչ է։ Անոնք պարտականություն սորվելու բնազդմա ունին։ Ուրալ երթան, որքանալ բարձր թրջին, վերջը տուն կուգան։ Իրենց բունը չեն մորնար։ Հարազատ կմնան իրենց բունին, իրենց պարտականությանը։ Իրենց գեղեցկությունը քեզի կպարգևեն և մարդ ակամա կսորվի վեր նայիլ ու կսիրե արև ու լույս, ըսելը կսիրե անմեղություն։ Հոգնեցա Փիլիպոս տղա, խոսել են հոգնեցա, ըսելիքներ շատ ունին։ Հանես պապիկ կպատմեք հիմա ինչ ենք անում ենք։ Հիմա էսի խնձորը ճիշտ ասած աշունն ենք վերցրել, ձմեռը պահել ենք, նոր ենք ջարդել, մանրացրել։ Հիմա ընդացեց խառնում ենք, մինչև իրա թթվայնությունը երական պիտանի դառնա արաղ թորելուն։ Ինչքան հնարավոր է շատ խառնես, այնքան ավելի լավ։ Ոտ մի ամսից պատրաստ կլինի, էսել արաղ թորելու գործիքը, դե իհարկե մանրած էլի քանդած վիճակում է։ Հետո մի ամիս հետո սկսենք թորել արդեն։ Էժան պատի։ Հանես պապիկ, իսկ հիմա կպատմեք ձեր տոների մասին և ավանդույթների մասին, որոնք դուք նշել եք Բարուն Բարսումում։ Ուրեմն մենք Բարուն Բարսումում ունեցել ենք շատ նորմալ վիճակում եկեղեցի, որը Ադրբեջանում իհարկե ինչ որ չափով իր չափերով նորություններ էր, գյուղի ու չափերի մեջ շատ մեծ։ Ունեցել է մեծ զալ, բաների դահլիճ։ Հետագայում դե կինոներին ցույց տալի, դա այն ժամանակ շրջիկ կինոներ կար, բան կար։ Մի խոսքով, եկեղեցական բոլոր ծեսերը կատարվել է։ Իմ տատը բանը լրիվ այդ եկեղեցական գործողություններին մասնակից են եղել, բոլոր եկեղեցական ծիսակատարությունները, տոները, բայց հետագայում դե սովետական միության ժամանակ երկրորդ պլան մղվեց եկեղեցին, մենք դրանից քիչ ենք օգտվել, չթաքցնեմ, մենք չենք օգտվել, նման բաներ քիչ են կարել։ Իսկ տոները սովորական տոները հիմնականում լրիվ նշվել է եւ կար կոմունիստների ժամանակ մայիսի 1-2-ի տոները, նոյեմբերի տոները, որը մի երկրորդ պլանայելի մղվել այսօր չկա դրանք։ Եվ եկեղեցական տոներն են նշել ինչ որ չափով եւ բաները։ Սովետային ժամանակ եղել է հատուկ տոներ աշխատավորության հետ կապված, տարբեր տոներ, որոնք այսօր հետին պլանայելի չկա արդեն այդ հետաքրությունը։ Իսկ Կյարոն Ընդառաջ, Սուրբ Սարգիս։ Դրանք արել են մեր տատերը հիմնականում։ Ես լավ հիշում եմ իմ տատը պատմում էր ամեն ինչ, անգամ ծոմ պահել, մեկ մյուս ունեցել ենք եկեղեցի, ասեցի, ունեցել ենք տերտեր, ունեցել ենք տերտերի տուն։ Մինչև հիմես վերջերս մնում էր տերտերոս տունը։ Նշվել ամեն ինչ իհարկե արվել է։ Եկեղեցական բոլոր տեսակատարությունները արվել է մեր մոտ։ Շուտ տվերի էլի։ Հետո մինչև սովետացում էլի իհարկե։ Դրանից հետո մի քիչ արդեն թուլացավ։ Իսկ հիմա կպատմեք ձեր տոհմածառի մասին։ Դե ես կոնկրետ Նազլուխյանների մասով ասեմ, իմ իմացածի չափով մենք տեղափոխվել ենք վերջի տեղափոխությունը Շամշադինից, բայց մինչև դե որից են եկել ես ճիշտ ասած չեմ անում, երևի Արևմտյան Հայաստանից, անգամ դե մի հատ Նազլու գետ կա։ Մեր ազգանունը ինչ որ չափով կապվում է այդ գետի հետ, Նազլու գետի, եւ ունեցել ենք մի հատ տատ, Նազլու տատը։ Այդպես դրանով ինչ որ տենց հասած տվյալներից, թե որքանով է դա ճիշտ, ռեալ ես չեմ կարող ասեմ, մեր իմացածով։ Եվ ստե որ տեղափոխվել ենք արդեն Բարսում, հիմքը եղել է պապը, անուն եղել է պապ, երևի ժամանակ անգամ պապ թագավորին չէ ունեցել, դեր եղել է պապը, դրանից դες տարածվել է, ունեցել են շատ տղաներ մեր ազգում, աղջիկները քիչ են եղել, տղաները շատ, պատերազմում
27 հատ տղա մեր ազգից 45 թվի պատերազմ 27 տղա չի եկել պատերազմ մնացել։ Ամեն հայի մեջ հայր մեր է դաջված։ Ի ծնե հավատք, պայքարներ ու վեճ։ Ամեն հայի մեջ Հիսուս կա խաչված։ Ումի Հայաստան, ամեն հայի մեջ։ Ամեն հայի մեջ հայր մեր է դաջված։ Ի ծնե հավատք, պայքարներ ու վեճ։ Ամեն հայի մեջ Հիսուս կա խաչված։ Ումի Հայաստան, ամեն հայի մեջ։ Փոքր գյուղ ու այդքան մենակ մեր ազգից։ Դենց հիմնականում ազգը հետա, մեր տոհմը հետա, հետո այդքան զարգացել ենք ընդ մեծացել ահագին մեծ ազգ էր, մի մասը տես վերացավ, հետո տեղափոխությունը որ եղավ, այս փախստականների կարգը 88 թվին տեղափոխվեցինք, մի մասը ծորվեցին, տարբեր տեղեր գնացին, մի մասը մնացինք ստե ճամբարակի մեր այս գյուղերում, և տենց էլի, ինչն այդ արկել մնացածը։ Ով մի ահագին բարդ պրոցես էր, շատ ծանր վիճակ էր, Սումգայիթից հետո, Սումգայիթը եղավ փետրվարին, մենք նոյեմբերի վերջերին մեր մոտ շատ սրվեց իրավիճակը, շատ սրվեց, գյուղի լավ տղեկով Աղասարյան Աբրամային կողմած Կենտարել Աղասարյան Աշոտը, Երեմյան Լևան, իզնից տարիքով մի 10-15 տավոր մեծ տղեկ էին մենք, մի 20-30 հոգով, կազմակերպեցինք այդ տեղափոխությունը, գնացինք ընդ թուրքերի հետ խոսացինք, համաձայնության եկանք, որ գյուղերը փոխենք, ու տես մեծ քանակի ավտոներով, մոտ 200 ավտո, բեռնատար ավտոներով, պայմանավորվելով այն ժամանակ Գոսկոմի նախագահի հետ, Տենդեի, Թեստեի, վերջը, ճանապարհները փակեր, ամեն գյուղում ահաբեկություններ դրված, հնարավոր չէր անցնել մի գյուղից մի գյուղ, ընդհանուր տես պայմանավորվելով այդ տեղափոխությունը կատարեցինք, ի պատիվ մեր տղեկի տենց ոչ մեկի մեծ վնասներ չեղավ, տենց նորմալ վիճակում այդ տեղափոխությունը կատարեցինք, իմիջիայլոց և ոնց ասեմ մեր հնարավորություններով այստեղ ադրբեջանցիներին էլ տեղափոխեցինք ընդ, էլի մենք մեր միջնորդությամբ էլի մեքենա տրամադրելով, վերջը կազմակերպելով, այդպես տեղափոխությունն եղավ մեր։ Ձև չկար մնալու, շատ ցավալի էր այդ ամեն ինչը որ կորավ գնաց, շատ ցավալի էր այդ երկիրը որ կորցրինք, բայց հնարավոր չէր, լրիվ ադրբեջանցիներով շրջապատված ամեն ինչ իրենցից կախված էլեկտրականություն արդեն ամիսներով չունեինք, մի խոսքով շատ ծանր վիճակ էր, ոչ մի տարբերակ չկար մնալու ընդ, միակ ճիշտ ձևը երևի էդ էր որ տեղափոխվեցինք, թե չէ մեծ կորուստներ կներ, փոքր միջադեպեր շատ է եղել, անգամ բռնել, տանել մեր հայ տղեկից, Երևլազյան Խաչիկին անգամ, դեպքեր շատ է եղել, բայց որտեղի չբարդանա ամեն ինչը, կազմակերպեցինք տեղափոխություն արինք։ Իսկ դուք կցանկանայիք ետ գնալ այնտեղ։ Ուրեմն մենք ունեցել ենք շատ հրաշ երկիր, շատ, թուզից բռնցրած ամեն ինչ աճել է, եթե միտեղ թուզ է աճում, այդ արդեն հասկանալի է ինչ երկիր է։ Գյուղը եղել է երկու կտորից, Ներքևի, Շեն և Սարի գյուղ։ Այդ վերևի գյուղը, Սարի գյուղը, ունեցել է մոտ 3000 հեկտար վարելահող, դա ահռելի մեծ թիվ է, այսօր Հայաստանում հազվագյուտ գյուղեր, որ այդքան վարելահող ունեն, և ընտիր հող էր։ Մեծ քանակի բերք էլ ստացել ժողովուրդը, սաղ զբաղվել են, մեծ հարուստ երկիր եղել, Ներքևի գյուղում խաղողի մեծ բաղեր ենք ունեցել ենք գինի նախապատրաստական արտադրամասալ, Զագատավիճենի պունկտ է կոչվել, մոտ 600 տոննա գինի է կազմակերպվել ամեն տարի հավաքվել, լրիվ շամպանսկի մատերիալ էլի տենց հատուկ գինի սորտ է եղել։ Վերջը մի հրաշ երկիր էր, դա հենց մի խնդիր է, որ երևի ցանկացած ընդեի մարդ, կին, ապրած մարդ, անպայման կուզենա գնա ընդե, անպայման կուզենա իր հայրենիքը գնա, իր երկիրը գնա, վերջապես արդարությունը վերականգնվի, մեր ծննդավայրը, մեր երկիրն է, մեր այնքան խաչքարերը, այնքան պատմական հուշերը, հայի հետքը, ամեն քայլափոխի հայի հետքը կար այդ երկրում։ Ինչի չենք ուզի, սաղ կուզենք, բայց դե մի ուրիշ բան է ուզելը, մի ուրիշ բան է իրականությունը։
Էսի մեկի աղբերներից մեկի Երդաստանն է։ Մենք ունեցել ենք դե Սահակ Սևադայի բերդ ենք ասել։ Դե մի բարբառով ատես թե իրականից ոնց է չեմ անում։ Էսի մենք ջահելներով ենք, էսի բերդի պատն է, պատի տակ նստած ենք։ Էս այդ բերդի նկարը կբերեմ։ Էսի մեր գետի վրայով ենք ասնում, Շամփոր գետի վրայով, գետն է։ Դե ջահելներով գնում ենք էլի, էս էլա գետի վրայով, ամրջով։ Էդել հզոր շատ մեծ բերդ էր, լրիվ հայկական վարդագույն տուփերով տապանակարեր կար, զարմանալ էր բաց վարդագույն, որ ըստ Հայաստանում դժվար է հանդիպում այդ տուփը։ Այդպես տապանակարերով 3 հատ էր իմ կարծիքով, մեծ 2 մետր երկարությամբ տապանակարերով բաներ կար, հայկական։ Դրանք 1100 թվից էին, այն ժամանակ եկեղեցական տարերով ՌՃ թվից էր, մենք կա եկեղեցական տարի թվեր, ՌՃ թվից էր, 1100 թվերից էր դրանք սարքված, այդ եկեղեցիները բանը, բերդը։